Իհարկե, ամբողջ խոսակցությունը միայն եկեղեցու մասին եւ բազմաթիվ ուրիշ խնդիրներ էլ ունենք, հենց ցույց է տալիս, որ մի բան այն չի։ Հիմա ես երկու հարց ունեմ, առաջինը այս խոսակցության հետ կապված։ Ես այն մարդկանցից եմ, որ գտնում եմ իրոք եկեղեցուն պետք է նորոգվի, իրոք բարքերը վերբեռնման կարիք ունեն այնտեղ, սակայն այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Հիմա այսպիսի արշավներով փաստորեն հասարակության ներքին պառակտմանը, հասարակության բևեռացմանը, իրար նկատմամբ ատելությանն եք նպաստում, մինչդեռ կարելի է այդ բոլորը լուծել բոլորովին այլ եղանակներով, բոլորովին այլ ձևերով, ավելի հանգիստ, ավելի եկեղեցին ինքը այնպիսի ցանցային կառույց է, որ կարող է նստել, քննարկել այդ հարցերը, եւ ով եթե ոչ իշխանությունը պետք է մտահոգվի հասարակության ներքին պառակտումը չխթանելու մասին, հենց այս արշավներով եկեղեցականների հանդեպ, չեմ ասում եկեղեցու։ Սա մեկ, երկրորդ հարցս ես ինչ է։ Դե ասենք համացանցայինը արշավ համարենք, ասենք տեսանյութեր են տարածվում, չգիտեմ, հազար մի բան, դա մտնում է արշավի մեջ, կոմպոնենտ է։ Եվ երկրորդ հարցս ես նոր Եվրանեստի հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցեցի եւ այնտեղ բավականին շատ խոսք գնաց այն մասին, որ մեր Թրամփի ճանապարհը տարբեր դիտարկումներ կային եւ այդ դիտարկումների մեջ առնում էր այն, որ հայկական պատկերացումները մի քիչ հեռու են եվրոպական պատկերացումներից, եվրոպացիները ավելի շատ մտահոգություն ունեին եւ անվտանգային եւ ժամկետային եւ այլ։ Ես ուզում եմ հասկանալ, այս Եվրանեստի նիստի օգուտը արդյոք կլինի այն, որ մեր պատկերացումներն ու եվրոպացիների պատկերացումները իրար մոտենան, մանավանդ անորոշությունը ավելի շատ էր, այնտեղ ես դա տեսա։ Ձեր առաջին հարցին ես անդրադառնամ, երևի երկրորդին պարոն Վարդանյան դուք անդրադառնաք։ Այո, ճիշտ եք, նորոգման կարիք ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նախորդիվ մեր քննարկած բովանդակության հենց պատճառով եւ այդ ճանապարհով էլ մենք գնում ենք եւ ընդհանրապես եկեղեցու դեմ արշավներ չկան, ես արդեն ասացի, որ պետություն եկեղեցի հակասություն վերնագիրը ըստ էության տեղին չի, որովհետեւ խնդիրը հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան մի քանի հոգեվորականների հետ է, որոնք խախտել են իրենց Աստծուն տված ուխտը։ Սրա մասին է խոսքը եւ ձեր նշած հարցի պատասխանը ինչ պետքա տեղի ունենա, որ հանրային համերաշխություն լինի կամ այս հարցը հանգուցալուծվի, մեկ բան պետքա տեղի ունենա, Կտրիշ Ներսիսյանը պետքա հեռանա հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, որպես իր ուխտը խախտած հոգեվորական։ Շնորհակալ եմ։ Ես կարճ անդրադառնամ այդ թեմային եւ անցնեմ Տրիպին եւ Եվրոնեստին, ուրեմն տեսեք, հայ հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը նաեւ որոշ թեմաների քննարկման տաբուացումն է։ Սա վատագույն օրինակն է, թե ինչպես խնդիրները բարդացնել եւ հասցնել ամենածայրագույն ընդունելի աստիճանի։ Դրանցից մեկը նաեւ եկեղեցու մարգա խնդիրները, որոնց մասին բոլոր գիտեք, բոլոր քննարկում եք, բոլոր անեկդոտներ եք պատմում, բարբերաբար, բոլոր ինչ-որ քննարկումներ եք ունենում, որոնց շատ եկեղեցու հետ կապված անեկդոտներ լավ են։ Չէ, չեմ պատմի, որովհետև անեկդոտը կարելի է պատմել ընկերական միջավայրում եւ անեկդոտը բացարձակապես կարող վերաբերվի այն հարցերին, որոնք չեն անդրադառնում այլ անձանց իրավունքների կամ զգացմունքների վրա։ Ինչ վերաբերում է իրավիճակին եկեղեցում, մեր համար շատ վտանգավոր է այսպես կոչված օմերտայի, մեր համար ցանկացած հասարակության, մեր քաղաքացու համար վտանգավոր է օմերտայի այդ օրենքի գոյությունը, երբ որ ըստ էության բոլորը գիտեն ինչ է կատարում, բայց բոլորը պահպանում են լռություն։ Սա ամենամեծ վտանգն է, որ կա, ինչ վերաբերում է ֆեապարի պաշտոնը զբաղեցնող անձին, այսպես ձևակերպեմ, իմ հիմնական խնդիրը ոչ այն է, որ վերջինս ունի երեխա, թե չունի երեխա, որտեղ ի վերջո երեխաները Աստծո շնորհ են, ի տարբերություն իշխանության, այդ հոգեվորական իշխանության, որ ուզենք թե չուզենք ժողովրդի կողմից է դրվում։ Այս խնդիրը հետևյալն է.
լռելու եւ իրականությունը թաքցնելու խնդիրն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնին impeachment-ի են ենթարկում ոչ թե նրա անձնական հարաբերությունների համար, այլ ըստ էության երբման տակ գտնվելով տեղեկատվություն չներկայացնելու կամ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար։ Սա մեկ։ Ինչու եմ տաբուիզացիային վերաբերող հարցերին անդրադառնում, մյուսը վերաբերում է նաև տրիպին։ Մենք այն աստիճան ենք տաբուիզացրել ցանկացած քննարկումը հարևանների հետ, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բնական է, չեմ ասում անկերական կամ բարեկամական հարաբերություններ, բայց առնվազն քաղաքակիրթ եւ գործընկերային հարաբերությունները վերաբերյալ, որ գործընթացը շատ դանդաղ է գնում, բայց այդ գործընթացը գնում է Անտուան դե Սենտեքզուպերիի ասած փոքր քայլերի արվեստով։ Փոքր քայլերից է բաղկացած մեծ ճանապարհը եւ այդ ճանապարհի վրա ենք մենք գտնում։ Եվրոնեստը չի կապի ուղղակիորեն տրիպի հետ, որովհետեւ Եվրոնեստը այլ ձևաչափ է, տրիպը այլ ձևաչափ, տրիպը առավելապես վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Եվրոնեստը վերաբերում է Եվրոպական միություն եւ համապատասխան գործընկերների երկրների փոխհարաբերություններին։ Այդ հարցը լայն քննարկվեց ուղղակի։ Հարցը քննարկվել է, որտեղ այդ հարցը արդիական է, կներեկել է, երբ որ Եվրոպական մայրցամաքում արդեն որոշ տարի ընթանում է պատերազմ եւ երբ որ կա նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկարատև եւ կայուն խաղաղություն բերելու, այդ հարցը քննարկման թեմա է դառնալու։ Իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ամենավտանգավորը այստեղ չձեռնարկել միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել վստահության նվազմանը։ Ինչքան վստահությունը գործընկերների միջև աճի, այդքան հնարավոր կլինի եւ ունենալ հարատև խաղաղություն եւ ունենալ լավ կոմունիկացիոն համակարգ, որը կարտացոլի յուրաքանչյուր ընդգրկված երկրի շահերը։